Champs Ելիսեի, Champs Ելիսեի, սխալ հնչում եք չէ լսում, բայց ինչու նույն անվան այլ գործածումները մեր ականջին խորտ չեն թվում։ Եկեք հասկանանք։ Je chancelle avec les yeux bandés. Բարի գալուս Polyglot.am առաջին հաղորդմանը, ուր հումորով սիրով կխոսենք բոլոր լեզուների մասին, մեր լեզվի մասին, նրա մաքրության ու գեղեցկության օգտին։ Je chancelle avec les yeux bandés. Օրինակ անգլերեն կամ ֆրանսերեն սովորելու փոխարեն մենք սովորում ենք դրանց ռուսականացված տարբերակը։ Սա խեղում է մեր լեզվամտածողությունը, աղավաղում մեր պատկերացումները աշխարհի մասին ու առանց հասկանալու մեզ կախված է դարձնում ռուսերենից։ Այսպիսով մենք սկսում ենք աշխարհը տեսնել ու ընկալել ռուսաց լեզվի, ռուս մշակույթի ու ռուս քաղաքականության աչքերով։ Օրինակ Ելիսեյան պալատ, Ֆրանսիայի նախագահի նստավայրը ֆրանսերեն կոչվում է Palais de l'Élysée, սակայն հայերենում մենք օգտագործում ենք ռուսական թարգմանությունը Ելիսեյսկի դվարեցից վերցած Ելիսեյան պալատ տարբերակը։ Բայց ով է այդ Ելիսեյը? Հունական դիցաբանության մեջ գոյություն ունեն Elysium Pedion, Champs-Élysées, հին հունարենից լատիներեն փոխակերպված եւ ապա ֆրանսերեն անցած Élysée անունով, ինչը բնօրինակ ֆրանսերեն անվան հիմքն է։ Եթե մեր բարեկամ ֆրանսիացիներին չենք ուզում ընդօրինակել ու եթե մեր մյուս բարեկամ հույներից չենք ուզում վերցնել իրենց իսկ բառը, գոնե մեր սեփական տարբերակը փորձենք։ Ելիսեյը հնչյունափոխությամբ դառնում է հայերեն Եղիշե, ասենք Եղիշեի պալատ։ Սա կատակ է իհարկե, քանի որ կա թարգմանություն Եղիսյան պալատ կամ նույնիսկ Եղիսեյան պալատ։ Je chancelle avec les yeux bandés. Բոլոր լեզուները գեղեցիկ են, այդ թվում ռուսերենը, բայց փորձենք աշխարհը տեսնել ոչ թե ռուսական պատուհանով, այլ ուղղակիորեն հասկանալով ու ընկալելով լեզուն իր սեփական մշակույթով։ Je chancelle avec les yeux bandés. Իսկ դուք ինչ օտար լեզվից ներմուծված սխալ թարգմանություններ գիտեք, որոնք արժե շտկել։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում։ Je chancelle avec les yeux bandés. Որ չասեք, գնա քո գործով զբաղվիր, ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Արտարադատության նախարարության կողմից հավատարմագրված նոտարական թարգմանիչ եմ։ Je chancelle avec les yeux bandés.